Ապրիլի 17-ին Թալինում ընտրելու են համայնքի նոր ղեկավարին։ Թեկնածուները երեքն են՝ գործող համայնքապետ հանրապետական Արամյան Սարգիսը, ՀՅԴ-ի ներկայացուցիչ Հարությունյան Տիգրանը և Հայկական վերածնունդ կուսակցության ներկայացուցիչ Գրիգորյան Գուրգենը։ Թալինցիներից այսօր փորձեցինք հետաքրքրվել, թե ինչ է արվել գործող համայնքապետի կողմից իր ղեկավարած տարիներին։ Պատասխանները սակայն հուսադրող չէին։ Ճիշտը որ ասեմ, անկեղծ, առանց վերապահումների, քաղաքապետի աշխատանքը նորություն մենք չենք տեսել։ Ինքը եկել է շարունակել է մնացի գործը, ինքը նոր գործ չի սկսել, իրեն անունով որևէ մի բան մենք չենք կարող ցուցադրել, ասենք, սա մեր քաղաքապետն է։ Բացասնատրությունները դեպի մի հատ խուլիգանություն էր։ Հա։ Այս վերջին ընտրությունն է։ Վերջին ընտրությունն է, որ եղավ քաղաքապետի ընտրությունն է, դա խուլիգանություն է, դա ընտրություն չէ։ Էլի զորով ասացին էս ներկան քաղաքապետին։ Խոսեցինք նաև համայնքապետի թեկնածուներից մեկի, Հայկական վերածնունդի ներկայացուցչի Գրիգորյանի եղբայր Գառնիկ Գրիգորյանի հետ։ Ասաց գործող համայնքապետ Արամյանը քաղաքի համար ոչինչ էլ չի արել։ Ոչ մի փոփոխություն ես չեմ տեսել, ես Թալինցի եմ անձամբ, ես փոփոխություններ չեմ տեսել։ Իսկ ինչ գալ, ինչ որ ծրագրեր եղել են, որ պետք է։ Դե բոլորն է խոսք են տալում։ Բոլորն է խոսք են տալում։ Մինչև ընդրությունից հետո ժողովրդին մոռանում են։ Թալինի խնդիրներն ըստ Գրիգորյանի բազում են, սկսած աշխատանքից վերջացրած ոռոգման ջրի խնդրից։ Ոռոգման ջուր, սոցիալական վիճակ, աշխատատեղեր, այդ բոլորն է խնդրեմա։ Թալին ոչ թե մենակ Թալինում բոլոր տեղերը նույնն է։ Ապրելն է խնդրեմ։ Դե մեր ժողովուրդը աշխատող ժողովուրդը աշխատանքի տեղ չկա, մարդիկ կեսներ թողում գնում են։ Հիմա ես անձամբ որ տնես առնողն ես ծախեմ կետամ Հայաստանից։ Հայաստանից։ Հա, Հայաստանից։ Մենակ ինչ անենք։ Եթե հանրապետականը պետք է քանի հոգի աշխատեն իրանք, մնացածը չէ, էլ մենակ ստե ինչ անենք։ Թալինցիները մեզ հետ զրույցում մեր ուշադրությունն էին հրավիրում դատարկ փողոցների վրա, ասում են Թալինում մարդ չի մնացել։ Բայց ժողովուրդ արդեն ոչ մեկը սախ եդը չարուննա սախ կնան, չեն կարում ապրեն։ Ոչ աշխատանք կա, ոչ բան կա, ինչ, եկեն նստենք, ստե բամպաստանք են կենում, տնակով ինչ կենամ մի բաներ։ Թե մնացած ուրիշ ջրի հարցնա ոռոգման ջուր չունենք, կարգավոր են, աշխատատեղ չկա, փախնում են, ինչ է, իմ երկու տղա ունեմ, երկու աղջիկ ունեմ, մեկը Երևանը աշխատում, մեկը գնացել։ Ցեղասպանությունը ինչ տարբերություն։ Մարդիկ որ կնում են, երկիրը լքում են ինչի համար, կարիքների համար են կնում, իրանց գոյատևելու համար են կնում։ Բանել, Սերժ Սարգսյանը չկրեց։ Չէ, գործ ունես, նախակա հետ գործ ունես։ Ընտրությունների հետ մեծ հույսեր չեն կապում, ասում են արդեն ցուցակներից երևում է, թե ինչ է սպասվում, ցուցակներում ներառվածների զգալի մասը արդեն վաղուց երկրում չէ։ Արթուր Հովհաննիսյան, Մարաթ Հովհաննիսյան, Առաջին լրատվական։